Կարծում եմ, որ այս պահին ձեռնպահ մնալ, թե ովքեր պետք է ընդգրկվեն հանձնաժողովում, ավելի ճիշտ դիրքորոշում կլինի, որովհետև մենք որևէ քննարկում այս առումով թե ֆրակցիայում, թե վարչապետի հետ չենք ունեցել, բայց տրամաբանությունից ելնելով կարծում եմ, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն կապ ունեն հոգևոր ծառայությունների հետ, հայ եկեղեցական կյանքի հետ, այլ նաև օրինակ լինեն այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր հասարակական դաշտում ունեն որոշակի ակտիվություն կամ վայելում են հայ ժողովրդի ընդհանուր առմամբ սերն ու հարգանքը, այսինքն հանձնաժողովը ունենա այնպիսի որակներ ընդհանուր առմամբ, որ հետագայում որևէ կասկած չառաջացնի, որ այդ որակների հանձնաժողովը բնականաբար պետք է ընտրի բոլորի համար կաթողիկոս կամ հոգևոր առաջնորդ, այսպես ասած, ինչ վերաբերում է կաթողիկոսի ինքնակամ դուրս գալուն կամ չգալուն կամ ինչ որ հայտարարությամբ հանդես գալուն, ես ենթադրում եմ, որ կաթողիկոսը լինելով հոգևոր ծառայության մեջ եւ ինքը անձամբ վստահ իմանալով, որ ըստ երևույթին ինքը խախտել է որոշ հոգևորական կանոններ, այդ կուսակրոնության ուխտը, ինչի մասին բազմիցս որ խոսում էր, սկզբում շատ տարածված էին այդ լուրերը, իդեպ նշենք ոչ միայն կաթողիկոսի առումով, այլ նաև հոգևոր ծառայություն մատուցող մեր շատ հոգևորականների առումով հասարակությանը միշտ հասանելի են եղել ինչ-ինչ լուրեր, դրանց իսկությունը, հավաստիությունը, ճիշտ կամ սխալ լինելը մինչև ինչ որ պահ այդքան էլ ակտուալ չի եղել կամ չի կարևորվել հայ ժողովրդի կողմից, կամ եղել են որոշակի պոռթկումներ, շարժումներ, որոնք հետագայում ինչ-ինչ հանգամանքներով կամ գուցե լրացվել են կամ գուցե այլ առաջնահերթություններ առաջ գալով սրանք ավելի հետին պլան են գնացել, բայց ես կարծում եմ, որ կաթողիկոսը նաև ի պաշտոնե լինելով հանրային համերաշխության, հանդարտության, հանդուրժողականության, հոգեղեն եւ ոգեղեն որակների եւ արժեքների կրողը ինքը հստակ հասկանալով, որ ինչ-ինչ սխալներ այնուամենայնիվ իր կողմից գործվել են, ինքը անձամբ պետք է ընդունի եւ դուրս գա եւ չթողնի, որպիսի բանը հասնի օրինակ հանձնաժողովին կամ գուցե այլ դժգոհության ալիքների, անկեղծ ասած, այս մասին չգիտեմ, կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց այն, որ իսկապես խնդիր կա այդտեղ, կարծում եմ բոլորը կփաստեն։ Իրականում որոշ հոգևորականների կողմից եկող այս տեքստերը գալիս են մեր կասկածները փարատելու ուղղությամբ, որովհետև ինչ են նշանակում, լինելու են քաղաքացիական բախումներ, այսինքն նրանց կողմից են ստեղծվելու այդ քաղաքացիական բախումները, որտեղ մինչ այժմ հանրային խոսքում, թե վարչապետի կողմից եւ թե մեր որոշ գործընկերների կողմից հնչող խոսակցությունները միմիայն համերաշխության մասին են եւ միմիայն լավով, արդարամտությամբ, ողջամտությամբ կաթողիկոսի հեռանալու մասին են, ընդհակառակը մենք խոսում ենք այն մասին, որ թերևս կաթողիկոսի հեռանալով հանրության որոշ շրջանակներ այնուամենայնիվ կդառնան ի շրջանը սյուր եւ եկեղեցին կվերադարձվի ժողովրդին, ես կցանկանամ, որպեսզի որևէ հոգևորական եւ որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չմտածի, որ կաթողիկոսը եկեղեցին է, Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին հայ ժողովրդինն է եւ առհասարակ բոլոր նրանք, ովքեր տուրիզմի բերումով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գործի բերումով, աշխատանքի բերումով գտնվում են այս կամ այն երկրում, ուրեմն երբեք չի եղել, որ եկեղեցու դռները փակվեն որևէ քաղաքացու, որևէ մարդու առաջ, որտեղ դա Աստծո տունն է եւ կան սպասավորներ, ովքեր ժամանակավորապես իրականացնում են հոգեվոր ծառայություն։ Եվ այս տեսանկյունից որոշ հոգեվորականների կոչ, որ ինչ որ մարդկանց կամ ինչ որ մարդկային խմբի ներկայացուցիչների, ընտանիքի անդամների կնունկ, ծնունդ կամ այլ հանդիսություն պետք է արգելվի իրականացվել եկեղեցում, ես կարծում եմ սա ուղիղ այդ որ ասում են կան խնդիրներ, որ պետք է քննարկվեն եւ լուծվեն եկեղեցում, այս այն խնդիրներից է, որ պետք է քննարկվեն եւ լուծվեն եկեղեցում, չի կարող լինել այնպես, որ Հայաստանի Հանրապետության քրիստոնյա հայի կամ քրիստոնյա մարդու առջև եկեղեցու դռները փակվեն։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ ուշագրավ էր նաև այն հանգամանքը, երբ շատ դժվար կորստաբեր պատերազմից հետո վարչապետը եղավ Սյունիքում եւ մտավ Սյունիքի վանական համալիրներից մեկը, եկեղեցիներից մեկը, եւ տեղի հոգեվորականը նրան դուրս հրավիրեց։ Սա թերևս առաջին քայլերից մեկն էր, ես անկեղծ ասած այս պահին չեմ հիշում, դրա նախորդեց հոգևորականների կոչը, թե հաջորդեց հայ եկեղեցու հայտարարությունը, որ նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականը։ Եվ
այն խոսակցությունները, որ ըստ երևույթին եկեղեցու որոշ հոգևորականներ, հոգևոր ծառայություն իրականացնող որոշ սպասավորներ այնուամենայնիվ կողմնորոշվել են եւ գտնում են, որ իրենք պետք է զբաղվեն քաղաքականությամբ, շատ ակնհայտ է եւ բավականին այսպես ցայտուն օրինակով երևում է, ինչ վերաբերում է կաթողիկոսին երեկվա դիմավորելու այս ամբողջ արարողակարգին, հա, այդպես մոմերով, աղոթքներով եւ այլն, ես կարծում եմ, որ այս ամենը պետք է դիտարկել պարզապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում եւ պարզապես նրանք ցանկանում են այսպես ցույց տալ, թե այս իշխանությունները քրիստոնյա չեն, կամ եկեղեցուն նեղում են, կամ որոշ խնդիրներ են բարձրաձայնում, տաբու թեմաներ, որոնց մասին ըստ երևույթին խոսել պետք չէ, բայց այ մենք այսպես անխոս եւ առանց վերապահումների հայ եկեղեցու ոչ թե սխալ արտահայտվեցի կաթողիկոսի կողքին ենք։ Եթե այսպես շարունակվի, ես ցավով եմ ուզում արձանագրել, բայց եթե այնուամենայնիվ տենդենսները եւ միտումները այսպես գնան, հնարավոր է, որ եկեղեցին նաեւ իր վանքերից մեկը վարձակալությամբ տա, որ քաղաքական շտաբ ծառայի թերևս որոշ քաղաքական ուժերի համար, ինչը շատ ցավալի է, բայց նաև շատ մոտ է դրան։ Դուք իրականում պատասխանեցիք իմ փոխարեն, նույնը ես էի ուզում ասել, իսկ ով է հարձակվել եկեղեցու վրա, որ ինչ որ մեկից կամ ինչ որ խմբից, ինչ որ մարդկանցից պետք է պաշտպանել եկեղեցին։ Հակառակը ես կուզեի, որպեսզի մեր շատ խմբեր լինի, քաղաքական լինի, հասարակական, լինեն պարզապես առաջնորդներ կամ հանրության կողմից հարգված եւ սիրված ազգի ներկայացուցիչներ, այնուամենայնիվ փորձեին մեկնաբանել բոլորիս համար, թե ինչ են նշանակում օրինակ հոգևորականների, որոշ հոգևորականների այն կոչը, որ մենք գնալու ենք մինչև վերջ, մենք հաղթելու ենք։ Ես ուզում եմ հասկանամ ում են հաղթելու։ Ում են հաղթելու։ Ընդհանրապես այս երբ որ խոսում են, թե իշխանությունները ուզում են քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ այդմ չեն կարողանում բերել որևէ օրինակ, փոխարենը իրենց կողմից անուղղակի կամ ուղղակի կերպով տարբեր հարթակներում, տարբեր հարցազրույցներում եւ տարբեր ֆորմատներով խոսում են թեմաներից, արտաբերում են որոշակի մտքեր, որ ուղիղ տանում է հնարավոր է տանի քաղաքացիական բախումների կամ առանց այդ էլ հասարակության մեջ ձևավորված այս երկու խմբերի խնդիրները էլ ավելի խորացնի։ Իդեպ գիտեք, առիթից օգտվելով ես կցանկանամ նաև անդրադառնալ այն մտքին, որ ամենաշատն է շահարկվում վերջին օրերում, թե գիտեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։ Այո, եկեղեցին անջատ է պետությունից եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ գրված են այն լիազորությունները, իրավունքները եւ պարտականությունները, որոնք վերապահված են պետությանը եւ որոնք վերապահված են եկեղեցուն, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին ավելի շատ զբաղվելով քաղաքականությամբ, ավելի շատ հայտնվելով քաղաքական որոշ խժդժությունների մեջ, ավելին երբեմն իրենց կողմից ձևավորված խժդժությունների մեջ պետք է հասնի նրան, որ պետության մեջ ձևավորվի էլի պետություն։ Սա չի կարելի թույլատրել։ Կա մեկ պետություն, դա Հայաստանի Հանրապետության պետությունն է, եւ կա մեկ եկեղեցի, դա Հայաստանի հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եվ պետք չէ այս երկու կառույցների ոչ լիազորությունները, ոչ գործառույթները, ոչ ընդհանուր առաքելությունները խառնել իրար։ Հատկապես կարևորում եմ, որ լսելով որոշ հարցազրույցներ, թե մեր ընդդիմադիր գործիչների կողմից եւ որոշ հոգեվորականների կողմից, որոնք այս օրերին ավելի շատ են հարցազրույցներ տալի, քան ինձ թվում է լինում են եկեղեցում եւ ավելի շատ հոգեվոր ծառայությամբ են զբաղվում, ովքեր կարող են ընտրվել կաթողիկոս Հայաստանի Հանրապետությունում։ Կան հստակ կանոններ, կան հստակ սահմանափակումներ, կան հստակ արտոնություններ, որոնք թույլ են տալիս այս կամ այն հավակնորդին հավակնել կաթողիկոսի թափուր տեղին, այսպես ասած։ Այսինքն, ինչպես Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ոլորտներում, որտեղ կան թափուր պաշտոններ, գործում է պաշտոնի անձնագիր։ Այսինքն, պատգամավոր կարող են ընտրվել այն մարդիկ, այն անձիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նշվում է տարիքային ցենզ, կրթության ցենզ, ովքեր կարող են հավակնել ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնին։ Նրանք, ովքեր ունեն այս կրթական ցենզը, նրանք, ովքեր ունեն այս տարիքը, նրանք, ովքեր ունեն այսքան տարվա ստաժ, այսքան տարվա գործունեություն, այսինչ ոլորտում,
Այսինքն բավականին հստակ կանոնակարգված է։ Տեսեք, վերջին 4-5 տարիների ընթացքում մեր իշխանության օրոք մենք ունեցել ենք մի քանի մարզպետներ, մենք ունեցել ենք որոշ գերատեսչության ղեկավարներ կամ պարզապես պետական համակարգում ծառայողներ, ովքեր ներկայացրել են ըստ երևույթին կեղծ փաստաթղթեր կամ որոնց նշանակման ժամանակ այդքան ուշադիր չեն եղել փաստաթղթերի ընդունմանը, հետագայում պարզվել է, որ փաստաթղթերի առումով, կեղծված փաստաթղթերի առումով, կեղծված տեղեկությունների առումով փաստորեն այդ մարդիկ չէին կարող հավակնել եւ դառնալ այդ պաշտոնյան, հետեւաբար նրանք օրենքի ուժով հեռացվել են, որոշ դեպքերում նաեւ քրեական վարույթներ են իրականացում, որոշ դեպքերով գործը այսքանով սահմանափակվել է։ Հիմա, երբ որ լինում է առիթ, հայ առաքելական եկեղեցու հետևորդները, հոգևոր ծառայություն իրականացնող մեր բազմաթիվ հոգևորականներ ասում են, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք նախ եւ առաջ եւ կարող ենք ունենալ կարծիք եւ կարող ենք արտահայտել այս կարծիքը։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում. իսկ եթե իրենք են խախտել իրենց իսկ օրինական դրույթները կամ իրենց իսկ կանոնակարգում որոշ դրույթներ, ապա սա չի նշանակում արդյոք, որ իրենք պետք է այնուամենայնիվ լքեն այն պաշտոնը, որը զբաղեցրել են ապօրինաբար։ Այսինքն ի սկզբանե Գարեգին II չէր կարող հավակնել կաթողիկոսի գահին եւ չէր կարող դառնալ Հայաստանի Հանրապետության կաթողիկոս արդեն բոլորին հայտնի իրողություններից ելնելով։ Այսինքն այն խոսակցությունը, որ հիմա կա, բարեկամաբար լուծենք այս խնդիրը, եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն եկեղեցում եւ այլն, տեսնում ենք, որ իրականությանը չի համապատասխանում, ավելին դրանք ուշացած խոստովանություններ են, որովհետեւ մենք մամուլի տեղեկություններից կամ առհասարակ լրահոսից երբեմն լսում ենք, որ օրինակ այս կամ այն քահանան կարգալույց է արվել, այս կամ այն հոգևորականը հեռացվել է հոգևոր ծառայություն իրականացնելու պաշտոնից կամ հնարավորությունից։ Այսինքն նրանք այնուամենայնիվ ինչ-որ օրենքներ խախտել են, չէ՞։ Իսկ բայց այս դեպքում էլ է օրենք խախտվել։ Այսինքն եկեղեցին ինքը ունի ինքնամաքրման անհրաժեշտություն այս պահին։ Ես համաձայն եմ, որ շատ խնդիրներ պետք է լուծվեն եկեղեցում, դարձյալ հղում անելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, որ եկեղեցու գործունեությունը անջատ է պետության գործունեությունից, ինչպես նաև նշվում է իբարս հայ առաքելական Սուրբ եկեղեցու, որ եկեղեցին հայ ժողովրդի կյանքում ունի բացառիկ դեր եւ նշանակություն, բայց սա չի նշանակում, որ միջնադարում հայտնի ինդուլգենցիաները պետք է դառնան հոգևորական համազգեստ եւ բոլոր նրանք, ովքեր որ հագնում են այդ հոգևորականի սքեմը, ըստ իրենց պետք է ազատված լինեն տարբեր պատասխանատվություններից, այսինքն նրանք ունեն ինդուլգենցիա։ Ոչ, կաթողիկես կարող են դառնալ նրանք եւ հոգևորական կարող են դառնալ նրանք, ովքեր վճարում են այդ գինը, հրաժարվում են աշխարհիկ կյանքից, հրաժարվում են աշխարհիկ հաճույքներից, հրաժարվում են այն ամեն ինչ աշխարհիկ է եւ ընդունում են հոգևոր ծառայությանը պարտադիր օրենքներ եւ պատասխանատվություն, բայց մենք այս դեպքում տեսնում ենք, որ դա ոչ միշտ է այդպես։ Նախ ուզում եմ ասել, որ այս խոսակցությունը մենք ելի ենք լսել, հատկապես 1 տարի առաջ, երբ որ Տավուշից հոգևորականի գլխավորության պես երթ եղավ եւ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներից, այսպես իրենց համախոհներին հավաքելով, ընդ որում այդ համախոհների կեսն չգիտեին, թե առհասարակ իրենք ինչ են անում այդ բազմության մեջ, եկան հասան Երևան, սա ցավալի արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետություն քաղաքական բոլոր ուժերը գտնվում են խորը ճգնաժամի մեջ եւ դա է պատճառը, որ քաղաքական բողոքների համար իբր գլխավորում է հոգևորական քաղաքական process-ները, բնականաբար ինչը կյանք չուներ եւ դա ապացուցեցին հետագա տարիները, ինչ վերաբերում է հայաքվեի կողմից այս ձևակերպումներին, չգիտեմ, հոգեբաններն ասում են, որ սովորաբար մարդիկ խոսում են այն ամենից, ինչի կարիքը իրենք ամենաշատը ունեն եւ եթե տարբեր քաղաքական ուժեր, ովքեր հավակնում են նաեւ իշխանությունը վերցնելու եւ իրացնելու 26 թվականին անդադ խոսում են քաղաքացիական բախումներից, անդադ խոսում են արյան լճերից, ծովերից, այդ թվում նաև եկեղեցու բակում, իսկ թվում է իրենք տենչում են կամ մարմաջում են թերևս այդ պահը, բայց չի լինելու այդ պահը, որտեղ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել սիրո եւ Թավշյա ոչ բռնի հեղափոխություն։ Այսինքն սրանով մենք հայտարարել ենք, որ այսուհետ բոլոր քաղաքական հարցերը լուծվելու են քաղաքական ճանապարհով, բոլոր դիվանագիտական հարցերը լուծվելու են բանակցությունների ճանապարհով եւ բոլոր այլ խնդիրներ լուծվելու են այն ոլորտների օրենքներով եւ օրինական կանոններով, օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության, որոնք
ձևավորվել են հենց այն խնդիրները լուծելու համար։ Հետևաբար խորհուրդ կտամ հայաքվեին, որ այնուամենայնիվ սկսել են պահնորդական գործունեությամբ զբաղվել հայ առաքելական եկեղեցու շուրջ, կարծում եմ էջմիածնում, հստակ չգիտեմ, ենթադրում եմ, որ էջմիածնում, նախ ուզում եմ իրենց հիշեցնել, որ իրենք ավելի կարևոր գործով կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետություն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որովհետև որևէ մեկը չի պատրաստվում հարձակվելու եկեղեցու վրա եւ այս բոլոր հայտարարությունները, թե եկեք, հասեք շուտով, բնականաբար ձայն են, ինչպես որ լսվելու են, այնպես էլ մեռնելու են եկեղեցու պատերի տակ, բայց քանի որ նրանք այնտեղ են, զուգահեռաբար ես հայաքվեում ընկերներ ունեմ, վստահ եմ, որ իրենք ինձ հետևում են, խորհուրդ կտամ, օրինակ ժամանակ առ ժամանակ մամուլում տեղ են գտնում այնպիսի նյութեր, այնպիսի տեղեկատվությամբ հոդվածներ, որտեղ օրինակ նշվում է, որ միջազգային աճուրդներում վաճառվել է շատ հազվագյուտ եզակի հոգևորական կամ կրոնական եզակի նմուշի, օրինակ մագաղաթ կամ օրինակ աստվածաշունչ կամ այլ միջոց, որը ուղիղ եկեղեցու հոգացության եւ պաշտպանության ներքո էր գտնվում։ Խորհուրդ կտամ միանգամից այս հարցերով էր զբաղվեն եւ հանրությանը տեղեկացնեն։ Արդյոք Էջմիածնի եկեղեցու գանձարանից այնուամենայնիվ ինչ որ եզակի նմուշներ վաճառվել են միջազգային աճուրդներում։